Քյալլա դնելը տոնի նման է, ասում են հմուտ խոհարարները, մինչև թոնիր կախելը յուրաքանչյուրն իր անելիքն ունի, գործը սկսում է մսագործը, ձեռքի հմուտ շարժումներով կաշին նախ հեռացվում է։ Վարպետ Հրաչն է, նա է այս գործի գիտակը, ում հայտնի է կաշին ավելի արագ և հեշտ հանելու գաղտնիքը։ Կաշին հեռացնելուց հետո կովի գլուխը լվացվում, հետո դրվում է աղաջրի մեջ։ Քյալեն ենք մնա ջրի մեջ, որ մաքուր պարզ իրակ գույնը ստանանք։ Հետո դնենք աղջուր, մի սուտկեն կմնա աղջրի մեջ։ Երկրորդ օրը նոր կկախենք թնիր։ Խաչատուր Գասպարյանը թոնիրն է վառում, պետք է 6 ժամից ավելի թոնիրը վառվի։ Փեդով կվառենք, որպեսզի համով եղնի քյալեն։ Ինքը լավ կտակնա մոտավորապես 400 աստիճանի տակ։ Ու կամասնային կրակը լրիվ կնստի, նոր քյալեն կկախենք։ Մոտավորապես 10 ժամ ինքը պիտի անպայման մնա թոնիրի մեջ։ Կախված գլխի մեծությունից տարբեր է լինում թոնրում ուտեստի պահման ժամանակահատվածը։ Հնում Գյումրվա քյալլեն եղել է մեծահարուստների սիրելի ճաշատեսակը, նրանք կովին մորթել են գլուխը իրենց պահել, ոտքերը տվել աղքատներին, հիմա արդեն հայերից զատ արտերկրից են Գյումրի գալիս հատուկ այն ճաշակելու համար։ Արտասահմանից եկել են հյուրեր են եղել, տուրիստներ են եկել, չեն գիտեց այդ գիշ բանը, տեսել են, զարմացել են, դաժե ինչ-որտեղ չեն ուզեցել ուտել, բայց կերել են, համոզգացել են։ Մոսկվա են ղերգել, տարբեր տեղերից մարդիկ եկել տարել են, մինչև Վլադիվոստոկ ես քյալեն ղերգել են։ Մեր ժողովուրդն է քյալլա ուտող ժողովուրդ, երևանցի տեղերը կուկան քյալլա կուտեն։ Իրանց մոտ երևի տարբեր պատրաստման եղանակները նույն ձևի չի եղել։ Քյալլեն ամեն մարդու խելքի բանը չէ, մենակ գյումրեցիները լավ կհասկանան դոր իմաստը, ասում է Աշոտը եւ շարունակում իր գործը։ Քյալլին բնորոշ շատ առանձնահատկություններ կան։ Քյալեն բաղկացած է 7 մաշրից, թաշները տարբեր ուղղություններով, ռիզուն ունի, ուղեղն ունի, դամաղն ունի։ Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ քյալլեն թոնրի մեջ կախում են միայն երեկոյան ժամերին, քանի որ այն ուտում են առավոտյան։ Չի եղել այդպես բան, որ քյալեն մարդ առնի ինքն համար ու դեդիկ անպայման դեղնի հյուր ունենա ինքը, հյուրասիրություն, մարդիկ հավաքվին, քյալեն կվերցնեն, մեկ քյալեն մոտավորապես 8 հոգով նստին կուտեն 10 հոգով։ Հենց այսպես կովի գլուխը պատրաստ կախվեց թոնրի մեջ եւ ամուր փակվեց։ Ուղիղ 12 ժամ հետո խոհարարներն այն հանեցին ու բարի ախորժակ ցանկացան համտեսողին։ Նաեւ նշեցին, որ Գյումրի մտնելու քյալլա չուտելը ամոթ է։ Գյումրիից ժամը լրատվականի համար։